Ձեր հայտարարագրում այսպես հետաքրքիր ինչ-որ զարգացումներ կան, օրինակ դուք չեք հայտարարագրել գույք, բայց հետո վաճառքից պարզվել է, որ այդ գույքը ունեք, հողատարածքը մասնավորապես, ինչու մինչ այն այս չի եղել ձեր հայտարարագրում եւ վաճառքից ենք իմացել, կամ բնակարանը, որ էլի մինչ այս չի եղել, բայց էլի հայտարարագրել եք, բայց ըստ ձեր բերման տարեթվի ավելի վաղ է նշված, սա ինչով է պայմանավորված։ Ինձ ոգևորում է ձեր հետաքրքրությունը իմ հայտարարագրի նկատմամբ, չէ, ուղղակի ասեմ, որ ես երբ որ նշել եմ այն հողատարածքը, որը ես ունեմ, այնտեղ մի հատ օպցիա կա, որով դուք նշում եք, որ ձեր գույքը ժամանակաշրջանում վերջում հասանելի է մասամբ։ Այսինքն ուղղակի այդ գույքից մի հատված առանձնացվել է եւ վաճառվել է, այսինքն դա առանձին գույք չի եղել, ինքը մի հողատարածքի մեջ է եղել, այդ հողի մի կտորը վաճառվել է, հետեւաբար դրա համար ինքը առանձին ներկայացված չի եղել։ Ինչ վերաբերվում է մյուս բնակարանին, որը ես հայտարարագրել եմ, ճիշտն ասած, սա այն բնակարանն է, որտեղ ես ծնվել եմ եւ այդ տանը գրանցվել եմ օրենքի ուժով, այսինքն այդ տանը դարձել եմ համասեփականատեր նրա բերումով, որ ես այդտեղ գրանցված եմ եղել եւ բոլոր այն մարդիկ իմ ծնողները եւ իմ որտեղ երբեք դա չեմ գնել եւ չեմ ստորագրել, դա ուղղակի տեղի է ունեցել քաղաքապետի որոշմամբ։ Ինչու եք այս նոր հայտարարագրում արդեն նշել, որ 2004-ին դա ձեռք եք բերել, իսկ մինչ այս ոչ մի հայտարարագրում չի եղել։ Ասեմ, հա, որովհետև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ինձ նամակ էր ուղարկել, որում ասում էր, որ կադաստրում իրենք նայել են եւ տեսել են, որ ես այդտեղ համասեփականատեր եմ, պարզաբանումներ էին ուզել եւ ես այդ ժամանակ նոր իմացա, որ այդ բնակարանի համասեփականատեր եմ եւ քանի որ գիտեի արդեն դրա մասին, այսինքն չեմ ձեռք բերել դա, ինչպես ասացի, օրենքի ուժով դա տեղի է ունեցել։ Դրա համար մինչև հիմա չեմ հայտարարել։ Գույք եք ունեցել, բայց տեղյակ չեք եղել։ Այո, փաստորեն տենց է ստացվում, այո։ Քանի այդպիսի գույք ունեք, պարոն Հովհաննիսյան։ Ես ստուգել եմ, այլ ուրիշ այդպիսի գույք չունեմ։ Եվ այդ հողակտորից ինչքան էիք կտրել հանե վաճառքի, որ ընդամենը 100,000 դրամով ձեր ընկերոջն էիք վաճառել։ Ձեր ընկերն էր, չէ՞, այգետնակը շահագործողը։ Այնտեղ նշված է 100 քառակուսի է կարծեմ, թե 150, թե 200 քառակ, ինչ որ տենց մի փոքրիկ հողակտոր է։ Եվ ինչպես է ստացվել, որ ձեր 2020-ին ձեռք բերված Toyota-ն այս տարվա հայտարարագրում դարձել է բեռնատար, պարոն Հովհաննիսյան։ Դե իմ Toyota-ն ինքը բեռնատար է, պիկապ է եւ այդպես է, ինքը դասակարգում, ես դրանում կապ չունեմ։ Պարոն Հովհաննիսյան, եւ մեկ այլ հարց է, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ այն գումարը, որ զենքի համար Հայաստանը տվել էր, այլ ուղղությամբ է, հաշվանցել, դա ինչ է, ի վերջո ինչ ուղղությամբ է այդ գումարը գնացել, որ Հայաստանի Հանրապետությունը տվել էր Ռուսաստանին զենք ձեռք բերելու համար։ Ես մի անգամ այս հարցին անդրադարձել եմ, ասել եմ, քանի որ սա գաղտնի ընթացակարգով է այդ որոշումը տեղի ունեցել, ես չեմ կարող դրա հետ կապված մեկնաբանություններ տալ։ Կներեք, եթե ուղղությունը չեն կարողացել, հա, բայց ուղղություն փոխելը ինչպես է որոշվել, որովհետև այդ զենքի գումարը բյուջեով արդեն որոշվել էր, որ ՊՆ-ի կարիքների համար է եւ այդ տողով էր այսպես ասած պետբյուջեից դուրս եկել, բայց որ ինքը հիմա այլ նպատակով է գնացել, դա արդյոք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի խախտում չէ եւ դրա համար արդյոք չպետք է լիներ ազգային ժողովի կողմից հա քվեարկություն որոշում։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ որևիցե բան չի խախտվել այդ որոշումը կայացնելուց։ Մենք պետք է ձեր ազնիվ խոսքին վստահենք միայն, թե այլ ապացույցներ կներկայացնեք այնուհանդերձ։ Դե տեսեք, կառավարության որոշումները, այդ թվում նաև գաղտնիք, ինչ որ ընթացակարգերով վստահաբար ուսումնասիրվում են, եւ եթե դա այնտեղ խնդիրը հայտնաբերվի, ապա պատկան կառույցները դրանք անդրադառնան։ Համենայն դեպս մենք ունենք իրավաբանական վարչություններ, բաժիններ տարբեր գերատեսչություններում, որոնք ապահովում են, որ եւ երաշխավորում են ինչ որ առումով, որ այն որոշումները, որոնք կայացվում են,
իրենք համահունչ են գործող օրենսդրությանը, դրա համար եմ ես վստահ դրանում, որովհետև սովորաբար երբ որ որևէ որոշման վերաբերյալ կա կարծիք, որ դա խախտում է ինչ-որ որևէ օրենք կամ այլ որոշում, այդպիսի որոշումներ չեն ընդունվում։ Արդյոք այդ գումարը ուղղվել է Ռուսաստանից ավելի վաղ ձեռք բերված զենքերի վարկերի սպասարկմանը, թե ոչ։ Դե արդեն ասեցի, որ չեմ կարող դրա մասին մեկնաբանություն տալ։ Ես չեմ կարծում, որ դա մի տենց մեծ բան է տեղի ունեցել, որը 400 միլիոն թե 600 միլիոն էր։ Գումարը չեմ հիշում հիմա, չեմ կարծում, որ տենց մի ցնցող բան է տեղի ունեցել, բայց ուղղակի քանի որ ինքը գաղտնի ընթացակարգով է, ես պարտավոր եմ ցնցող չի։ Զենքի համար գումար ենք տվել եւ լրիվ այլ նպատակներով է ծախսվել։ Գումարներ կան, որոնք սկզբից որոշում են ինչ-որ մի նպատակով ծախսվել, հետո վերաբաշխում են այլ նպատակների են ծառայում։ Այդտեղ ոչ մի բան, տենց տարօրինակ բան չկա։ Սահմանված ընթացակարգերով գումարների նպատակայնությունը կարող է փոխվել։ Եվ եթե չի մատակարարվել ինչ-որ մի հատ ապրանք, այդ գումարը վերադարձվում է սովորաբար։ Շնորհակալություն։